Մայրաքաղաքից հեռու բնակվողներին հոգեբանական աջակցություն տրամադրելու նպատակով բոլոր մարզերում բացվել են հոգեբանական կենտրոններ։ Մասնագիտական աջակցության աճող պահանջարկն է Մարիամ Մեհրաբյանին և նրա թիմին հասցրել հեռավոր համայնքներ։ Եթե նախկինում հոգեբանին դիմում էին միայն կամակոր կամ ինքնարտահայտվելու դժվարություն ունեցող երեխաների համար, ապա այսօր հոգեբանական օգնությունը դիտարկվում է ավելի լայն, միջանձնային, ներանձնային և ընտանեկան հարցերի դեպքում։ Չեմ ասի բոլորը մարզ կենտրոններում են, որովհետև այդտեղ էլ այդ խնդիրը կար, երբ որ օրինակ քաղաք քաջարանում էր նախաձեռնությունը, բոլորը ասում էին, ինչու մարզ կենտրոնը կապան է, այնտեղ չեք նախաձեռնում, բայց ինձ համար էլ ավելի գրավիչ է ավելի սահմանամերձ, ավելի հեռավոր մարզեր հասնելը, քանի որ այնտեղ հոգեբանի ծառայությունը շատ հաճախ դեռ շատ մեծ հարցական նշանների տակ է։ Ամանորին ընդառաջ բոլոր կենտրոններից գլխամաս են եկել իրենց տարածաշրջանին բնորոշ ազգային ուտեստներով սեղան բացել միմյանց ավելի լավ ճանաչելու համար։ Իդեպ կարևոր նախապայման է, որ մարզային կենտրոններում աշխատեն հենց տեղացիները։ Բացի բարձրագույն մասնագիտական կրթությունից նրանք անցնում են ավելի քան 300 ժամ գործնական վերապատրաստում, ներառյալ անձնային թերապիա, իսկ ամեն շաբաթ առցանց քննարկումներ ունենում գլխամասի փորձառու մասնագետների հետ։ Բոլոր մասնագետները ընտրվում են մեր զինանոցից, որտեղ նրանք տարի 8 ամիս անցնում են իրենց հետբուհական մասնագիտական վերապատրաստումները։ Այսինքն յուրաքանչյուր մարզում ունենք եւ մանկան հոգեբան, եւ ընտանեկան հոգեբան, եւ ադմինիստրատիվ աշխատանք, եւ վերապատրաստող, որովհետեւ արդեն 3 մարզում ավելի հին տարիքով մարզերում մենք արդեն ունենք այն մասնագետները, ովքեր որ այդ մարզի մյուս մասնագետների համար ձևավորում են առաջարկ վերապատրաստումների, լինելով զինանոցի շրջանավարտ։ Ծառայությունից օգտվելու հարցում դեռ դժվարություններ կան, բայց կենտրոնները տարբեր նախաձեռնություններով փորձում են ձևավորել այն գիտակցումը, որ եթե ֆիզիոլոգիական խնդիր չկա, ապա հարցի լուծումը պետք է գտնել հոգեբանի հետ, նշում է Մարիամ Մեհրաբյանը։ Մարզերից 2-ում մենք արդեն հոգեբանական ակումբն ենք կիրառում, որտեղ որ ավագ դպրոցականներն են հաճախում, միմյանց ճանաչում, կոնֆլիկտների հաղթահարման, մասնագիտական կողմնորոշման, այրման համախտանիշի հետ, ուսուցիչների եւ բժիշկների խմբերի համար առաջարկ ունենք, կրկին պայքարում ենք այրման համախտանիշի դեմ։ Տոնական միջոցառմանը հայտարարվեց նաև լավագույն ուսանողի անունը։ Մրցանակին արժանանալու համար ապագա հոգեբանները 9 ամիս ուսումնասիրում են մասնագիտական գրականություն, գիտական նորույթներ, դրանք կիրառում գործնական աշխատանքում։ Լավագույն հոգեբան ուսանողին մասնակցող ուսանողների բոլորի մասին կարող եմ ասել, որը մեկը պատահական չի գալիս, այսինքն որ ուղղակի գնանք ուսման վարձը 1 տարի, այսինքն դա շատ գրավիչ է, բայց հենց առաջի փուլում 1-ին 3 թիվը կրճատվում է, որովհետև այդքան գրականություն ուսումնասիրելը բավականին ծանր է թվում եւ դրա համար պետք է ժամանակ հատկացնել։ Անին Վայոց ձորի մարզի Գլաձոր գյուղից է ուսանող է, ավարտելուց հետո ծննդավայր կվերադառնա։ Մեզ տրվում են Ամերիկյան ասոցիացիայի ամբողջ գրականությունը, ինչպես նաև զինանոցի 12 թեմաների ամբողջ գրքերը իր ամբողջ գրականությամբ, որոնք հնարավոր է իհարկե ուսումնասիրել միայն զինանոցում։ Գրքերը ուսումնասիրելով դուք աշխատանքի մեջ ավելի մասնագիտացված ես կարողանում լինել։ Միջոցառումն ամփոփվեց ազգային պարերով եւ ուտեստների համտեսով։ Ծաղկանուշ Միրզոյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։